Կետ առաջին, միջազգային արձագանքը մեզ ոչ մի պարագայում չի գոհացնում։ Իհարկե առկա են որոշակի արձագանքներ, բայց դրանց ծավալը, քանակը եւ բառամթերքը մեզ գոհացնել չեն կարող։ Կոնկրետ ԵԺԿ-ի մասին, ԵԺԿ-ի յուրաքանչյուր նիստի փակ եւ բաց քննարկումների ժամանակ հանրապետականի ներկայացուցիչները բարձրաձայնում են այդ թվում նաեւ այս խնդիրը։ Որպես շոշափելի արդյունք կարող ենք նշել երկու կամ 1.5 արդեն չեմ հիշում, տարի առաջ ընդունված ԵԺԿ-ի բանաձևը, որում հստակ նշվում էր, որ Հայաստանում կան քաղաքապետարներ, անվանական նշվում էր Արմեն Աշոտյանը, այն ժամանակ անազատության մեջ գտնվող, եւ կոչ էր արվում իշխանություններին դադարեցնել նմանօրինակ աշխատել առողջը։ Ինչպես դուք շատ ճիշտ նշեցիք, պարոն Սոյանյան, ԵԺԿ-ի արձագանքը կարևոր է նրանով, որ ԵԺԿ-ն իշխանություն է ոչ միայն եվրոպական պարլամենտում եւ ԵՄ-ում որպես ամբողջություն, այլ նաեւ անդամ երկրներից զգալի հատվածում։ Գոհ ենք արդյոք մենք այդ արձագանքից, իհարկե ոչ, բայց այնուամենայնիվ ԵԺԿ-ից ունենք փաստագրված արդյունք բանաձևի տեսքով, որտեղ ֆիքսվում է Հայաստանում կան քաղաքապետարներ։ Նմանօրինակ արդյունք ունենք մենք նաեւ CDI-ից, Կենտրոնամետ դեմոկրատների միությունից, արդեն մի քանի բանաձևերի տեսքով, շատ հստակ բառամթերքով, որտեղ ֆիքսվում է, որ մենք մեր երկրում ունենք քաղաքապետարներ եւ պահանջ ներկայացնում նրանց ազատ արձակելու։ Այս երկուսը որպես քաղաքական կառույցներ էական են իրենց արձագանքով, բայց կան նաև հասարակական կառույցների արձագանքներ, այդ թվում նաև Նարեկի եւ Վազգենի գործով Եվրոպայի խորհրդի լրատվամիջոցների իրավունքներով զբաղվող Միստրաբաժանում, որի անունը չեմ տալիս, որտեղ կարող եմ բար շփոթեմ, նաև մի քանի զեկույցներում են ներկայացված եղել մեր պայքարի ընկերների անունները եւ кейսերը, բայց ճիշտ ասած ընդունելի կլիներ, եթե մեր գործընկեր միջազգային կառույցների ներկայացուցիչները, այն դեսպանատների ներկայացուցիչները կամ դեսպանները, որոնք միշտ աչքի են ընկել ժողովրդավարության, մարդու իրավունքների, խոսքի ազատության վերաբերյալ իրենց ուշադրությամբ, մասնակցեին դատական նիստերին։ Լավ, ենթադրենք դեռ հայտարարություն անել չեն ցանկանում, բայց գոնե նիստերին մասնակցել որպես վերահսկողություն կարող են, որպես այցելել քաղաքապետարներին առնվազն գոնե մարդասիրական տեսանկյուններից։ Կարող են, սրանք հարցադրումներ են, որոնք որը մեկին չթվա, որ ես բացառապես հրապարակային հանդիպումների ժամանակ եմ անում, բոլոր աշխատանքային հանդիպումների ժամանակ արվում են, դրանց պատասխան դեռևս ես ճիշտ ասած չեմ ստացել, բայց իմ պարտք եմ համարում դրանք անդադար հնչեցնել։ Շնորհակալություն։